Բարև Ֆակտոր TV հյուրը արտակարգ ալիքի եւ Տավուշ մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը, ողջույն, պարոն Գրիգորյան։ Տեսնում ենք Իրանում եւ Իսրայելում ինչ է կատարում պատերազմական թեժ գործողություններ են, պատերազմ, որի ավարտը այս պահին ամենևին չի երևում եւ տեսնում ենք ինչպիսի հեռահար հարվածներ, ավիրացություններ, էվակուացիաներ, մարդիկ մնում են փլատակներում, չգիտեմ, մարդիկ էվակուացվում են քաղաքներից, այն ինչ որ հարիր է ճակերտների մեջ պատերազմի տեղի ունենում, ինչպիսի ռիսկեր եք տեսնում այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության համար։ Ոչ միայն այս իրավիճակում, այլ այդ ռիսկերը շատ վաղուց կան եւ ցավոք այդ ռիսկերը ոչ թե նվազում են, այլ այսպես կոչված հարաճուն են։ Կհիշեք, երբ դեռ Հարավսլավիայի ռմբակոծության ժամանակ, դեռ այն ժամանակ, երբ այս փրկարարծառայությունում էր աշխատում, բարձրացրեցինք այդ խնդիրը, որ այստեղ մենք ունենք քաղաքապաշտպանական այդ լուրջ հիմնահարցը, այն է պատասպարման խնդիրը, տարհանման խնդիրը, անհատական պաշտպանության միջոցների մասին չխոսեմ։ Եվ այդ ժամանակվանից սկսած անընդհատ փորձեր են արվել ստեղծել այն բազան, որպեսզի մարդիկ կարողանան պատասպարվել։ Զենքերի փոփոխման հետ կապված, առաջ ինչ որ հրանոթներ, ընդհանուր մինչև, ասենք, տոճկա կամ գրադ եւ այլը, հիմա շատ ավելի ուժեղ հրթիռներ են օգտագործում եւ պատասպարման քաղաքականությունը դրա հետ նաեւ փոխվում է։ Եվ նույնիսկ լավ պատասպարումի դեպքում կարող է հասնել հրթիռի հարվածը։ Սակայն այստեղ մի շատ կարևոր բան կա։ Երբ որ բնակիչը ինքը զգում է իր պետությունը, իր նկատմամբ ինչ վերաբերմունք ունի։ Այն է, երբ որ ես իրազեկված եմ, թե որևէ բան լինելիս, ես ինչ պիտի անեմ։ Ինչ պիտի անեն իմ հարազատ կառավարման մարմինները, յուրաքանչյուրի գործողությունները եւ իմ անելիքը, եւ ես որպես ընտանիքի հայր, պապ եւ այլն, որտեղ պիտի տեղավորեմ, որտեղ պիտի պատասպարեմ իմ երեխաներին, թոռներին եւ այլն։ Այս անիրազեկությունը, այս ոչ այսպես համարժեք վերաբերմունքը այդ ռիսկերին եւ դրանցից այդ ռիսկերից եկող այդ վախերին, անհանգստություններին ես կասեմ համատարած տագնապին, ես չգիտեմ ինչ պիտի լինի, որտեվ շատ կարևոր մի խնդիր է, երբ որ հանրությունը իրազեկված է այդ խնդիրների վերաբերյալ եւ պետությունը կարողանում է հաղորդակցվել իր քաղաքացիների հետ եւ քաղաքացին վստահում ու հավատում է իր պետության խոսքին, այն հնչած խոսքին, որ աճ գնացեք, ձախ գնացեք, այս դեպքում սա պիտի անեք եւ այդ վստահությունը նաեւ ընդհանուր համերաշխության մթնոլորտ է ստեղծում, որ այդ ռիսկերը կարծես չասեմ կնվազեն, բայց համենայն դեպս կգիտակցվեն։ Բայց երբ որ մենք մեր փորձը եթե հիշենք, ընդհանուր սահմանային փոքրիկ լարումների դեպքում, ել չասեմ Աստված մի արարցե մեծ հրթիռակոծությունների ավերածությունների դեպքում սկսվում է տագնապ եւ խուճապ։ Իրապես սոցցանցերին եթե հետևենք, կարող ենք այդպիսի երևույթներ նկատել, այսինքն թվում է թե հանրության հոգեբանությունը, չգիտեմ, ասենք ընկալումներ, ինֆորմացիոն դաշտը, քաղաքական գործիչների մեկնաբանությունները, դրանք վերքի վրա աղ լցնելու նման մի բան են, հա, այսինքն ոչ թե մարդկանց կողմնորոշվել, ինչ անել, այլ մաքսիմալ ապակողմնորոշել եւ այսպես ասենք հոգեբանական գրոհ է տեղի ունենում շատ հաճախ։ Տեղեկատվական այդ խժդժություններին չեմ ուզենա անդրադառնալ, որտեղ մենք գտնվում ենք համատարած տերորի տակ, տեղեկատվական տերորի տակ։ Երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, դրա կարևորագույն մի մասն էլ տեղեկատվական հատվածն է, եւ դուք պատկերացրեք, որ 50%-ը հակառակորդն է գեներացնում այդ տեղեկատվության, 50%-ն էլ մենք ենք գեներացնում։ Եվ հենց նույն կառավարման մարմինները, որոնք պարտավոր են երկրում ստեղծել վճի տեղեկատվության, բնակչության հետ նորմալ հաղորդակցության մթնոլորտ, ասես լարում են այս իրավիճակը եւ մեր բնակչությունը մեկան մյուսի դեմ տրամադրված, այսինքն դուք պատկերացրեք ցունամիի ալիքը գլխիդ կախված, ես ու դու իրար մեղադրում ենք տարբեր խնդիրների շուրջ, քո կոշիկի մաքրության, իմ, չգիտեմ,
կրոնի հետ հարաբերությունների հարցերը, մեկ ուրիշի մեկ այլ հարց, այն դեպքում, երբ որ մենք ընդհանուր մի հանրություն ենք, միասնություն ենք, մեր ինքնությունն ունեցող ազգ ենք, որի գլխին սպառնալիքներ են կախված, իսկ մենք այդ սպառնալիքների մասին եւ դրանցից խուսափելու մասին խոսելուց զատ խոսում ենք այլ ինչ որ երրորդական, չորրորդական խնդիրներից, թեմաներից, որոնք առնչություն չունեն մեր այսօրվա ոչ ռիսկերի, ոչ տագնապների, ոչ էլ դրանց լուծման հետ եւ ավելի խորացնում են այդ ռիսկերը եւ հրահրում մեկից մյուսի դեմ։ Դա ամենասարսափելի բանն է։ Այ արտակարգ իրավիճակ, երբ որ ասում ենք, նախկինում ասենք 15-20 տարի առաջ դա մի բան էր, ենթադրենք բնական աղետներ կամ պատերազմական իրավիճակներ եւ այլն, չգիտեմ, փախստականների հոսք, հազար ու մի բան կար, պարոն Գրիգորյան, այսօր այդ արտակարգ իրավիճակը կարող է անտեսանելի լինել, այսինքն հակառակորդը թշնամի սպառնալիքը այդքան էլ տեսանելի չլինել, դա լինի ինֆորմացիոն դաշտում, հա, այսինքն մարդը չհասկանա, որ ինքը ահաբեկման է ենթարկում, ձեր ասած հիբրիդային պատերազմի զոհ է, բայց ինքը զոհ է եւ սկսի այնպես աշխատեն այդ մարդկանց վրա, որ ինքը սկսի իր պետության դեմ գործել, հունից հանելով մարդկանց, հա։ Օրինակ մենք շատ հաճախ տեսնում ենք նույն ավտոշարասյունները նկարում համացանցերում դնում են կամ սահմանային բնակավայրերում ոչ զգուշ էլի նկարահանումներ կամ տեղեկությունների հրապարակում սա ինչ ռիսկ է եւ ինչպես կարող ենք հակազդել։ Տեսեք 20 թվին երբ որ ես Տավուշում էի եւ հուլիսյան մարտերի այո հուլիսյան պատերազմի ժամանակ այդ մարտերի ժամանակ ես մարզպետի խորհրդական էի անվտանգության գծով եւ համակարգում էի նաեւ տեղեկատվական հոսքերը եւ ոչ մի գյուղապետ որևէ մեկը եղան սկզբում թեթև սպրդումներ որևէ մեկին թույլատրված չէր նկարահանել կադրեր նկարահանել գնդակոծություններ եւ դա ցույց տալ եւ այդ ամենը համակարգվում էր եւ տեղեկատվական այդ ընդհանուր հոսքերի կառավարումը ճգնաժամային կառավարման եւ պատերազմների եւ աղետների ժամանակ կարեւորագույն բաղկացուցիչ է, որովհետեւ մարդիկ ցանկանում են լավ բան անել, մարդիկ ոմանք էլ ցանկանում են, որ իրանց լայքերը շատ լինեն կամ ինչ որ բաներ, որը միշտ էլ վատ ինֆորմացիան վատ լուրը ամենալավ լուրն է, ամենալավ վաճառվող լուրն է։ Եվ դրա համար նաև շահագրգիռ են, որ դա անեն։ Եվ երբ որ դու խոսում ես պետական մտածողության մասին, երբ որ դու խոսում ես, որ դու տեղեկությունը պիտի ստանաս պաշտոնական խողովակներից, դու պիտի լսես ՊՆ-ն ինչ է ասում եւ այլը, հետո քեզ ցույց են տալիս, թե ՊՆ-ն ինչ է ասում, որը վստահություն չի ներշնչում եւ այդտեղից սկսում է վախանալյան։ Երբ որ իրավական նիհիլիզմն է գալիս գլխավորը, հա, երբ որ ոչ թե դու վստահում ես այդ իրավական բոլոր, այսպես ասած, պահանջներին եւ պայմաններին, այլ ասում ես, «Տոլավ է, եթե ես ինչ բան անում, ես ինչի չանեմ»։ Եթե նույնիսկ ղեկավարն է ասենց բան ասում, իմ ասածը դրա համեմատ ինչ է, այսինքն իրավական նիհիլիզմը ժանգի նման բոլորիս կուլա տալիս եւ մաշեցնում է եւ դա սարսափելի բան է։ Դա ավելի սարսափելի բան է, դուք սա ոնց ասեմ, սրա վտանգները հետո էլ է երևալու, երկար է գնալու, որտեվ այս թշնամությունը, որ մեր միջև առաջանում է չեղած տեղը, երբ որ ինձ ու քեզ հանում են իրար դեմ, այդ դա դեռ երկար է տևելու, որովհետև իրոք դա այն հիբրիդային պատերազմի մուրճի ծանր հարվածներն են, որոնք մեզ մտցնում են հողի տակ, որը դժվար է դա դեռ դուրս են գալու, դրա համար շատ կարևոր է այս միջավայրում վերադառնալ դու քո այն ակունքներին, վերադառնալ քո այն, ոնց ասեմ, քո արմատներին, որպեսզի դա հասկանաս դու ով ես, ինչ ես եկել ես աշխարհ, ինչ վտանգներ ու ռիսկեր կան քեզ շրջապատող, ոնց կարելի է դա նվազեցնել եւ ոնց կարելի է բարեբեր հող ստեղծել քո երեխայի, թորի, քո ընտանիքի համար, մեր բոլորի համար, որպեսզի մենք հասկանանք ինչա պետությունը, հասկանանք ինչա պետության քաղաքացին, ինչ անա պարտավոր, հա, եւ նաեւ ինչ իրավունքներ ունի այդ քաղաքացին, որտեղ պետությունը պարտավոր է իր քաղաքացուն ոչ միայն ֆիզիկապես պաշտպանել, այլև պաշտպանել նրա բոլոր իրավունքները։ Սա շատ կարևոր հատված է։ Մենք ապաստանների մասին հիշում ենք դեպքից դեպք, երբ որ ինչ որ լարում է եւ հարց է առաջանում, ինչ վիճակում են մեր ապաստարանները եւ ասենք ես հիշում եմ
պատերազմական հերթական իրավիճակում մեր լրատվամիջոցի լրագրողները Երևանում օրինակ շրջել են եւ հայտնաբերել, որ ինչ որ Վարշավիրանոց է կամ ինչ որ մեկը այնտեղ արտադրություն է հիմա տեսեք հասցեներով գրված է բոլորը եւ այսինքն ոչ պատրաստի վիճակում սրանից մի 10-15 տարի առաջ երբ ընդունվում էր նաեւ օրենքը տարածքային պաշտպանության մասին ես որ ասում եմ որ բարձրացնում ենք այն խնդիրները որոնք կապված էին Հարավսլավիայի հետ դրանից հետո բավական լուրջ զարգացումներ եղան եւ ես ստացա մի քիչ պանիկոր անունը ղեկավարության կողմից, երբ որ անդադ բարձրացնում է այդ խնդիրը, եւ հասանք այնտեղ, որ դատախազությանը նույնիսկ դիմեցին, որ բոլոր այն մայրաքաղաքի, ուրեմն այն հատվածները, որոնք սեփականաշնորհվել են, որոնք խանութներ են, տարբեր արհեստանոցներ են եւ այլ, հիմա օրենքով նրանք պարտավոր են, դրանց 70%-ից ավելին կարիքի դեպքում Դա օտափոխություն, ջուր եւ այլն ամեն ինչը ապահովելով այդ շենքի բնակիչների համար դա պիտի ծառայի որպես ապաստարան։ Բայց ես երբ որ խոսում եի ապաստարանների մասին, մենք պիտի հասկանանք ինչ զենքի համար է այդ ապաստարանը։ Եթե դրանք արկեր են եւ այդ ապաստարանը մենք բեկորներից, տարբեր բաներից պաշտպանում ենք, որ շատ հաճախ էին մեր 20 թվականի պատերազմի ժամանակ մարդիկ դրանից շատ էին զոհվում, տուժում, ապա հիմա այս հրթիռների դեպքում այդ ապաստանների, բայց չեմ ուզում իրավական էլի նիհիլիզմի գիրկը ընկնել, բոլոր դեպքերում մարդը պիտի իմանա, թե ինքը ուր պիտի գնա։ Եվ հիմա փակցված են այդ հայտարարությունները, թե դու ուր պիտի գնաս եւ այլ, եւ ինձ թվում է էլի պետական խնդիր է, որ կարողանան կարգավորել եւ հասցեն, որտեղ հնարավոր չի նույնիսկ մտնել, չգրեն, որ դուք պիտի պատասխանվեք այդ տեղում։ Դա շատ կարևոր է։ Իսրայելի փորձը ինչպիսին է, որովհետև մշտական պատերազմի մեջ գտնվող երկիր, հիմա մենք մեր շենքերի առաջին կամ զրոյական ինչ-որ հարկերն ենք, ցույց դնում։ Իսրայելի հետ եկեք մի համեմատվեք, մի համեմատվեք։ Գիտեք ինչու եմ ասում, բայց այստեղ շատ կարևոր դուք լավ հարց եք բարձրացնում։ Հիմա ռազմական տեխնիկան այնպիսի հարված կարող է հասցնել, որ ուղղակի շենքը փլի եւ այն մարդիկ, ովքեր ապաստանում են, ուղղակի ողջ չմնան, հա։ Միգուցե կարիք կա մի քիչ ավելի այնպիսի պրոֆեսիոնալ հիմքերի վրա դրվի այդ ապաստանների կառուցումը, այսինքն ոչ թե ինչ որ մեկի պատվալը, հա, ինչ որ մեկի նկուղը լինի, այլ դրանք լինեն հատուկ կառուցված տարածքներ։ Ես չգիտեմ ճիշտ ուղղորդում եմ անում թե չէ, բայց Իսրայելը վստահ դուք որպես լրագրող հարցը ճիշտ եք ձևակերպում։ Ես ձեզ բացատրեմ։ Ուրեմն քաղաքապաշտպանությունը ինքը ապաստարաններ, պատասխաններ, ժամանակավոր ապաստարաններ եւ այլն կառուցելիս նաեւ հաշվի առնում, թե բնակչությանը ինչ տեսակի զենքից է պաշտպանում։ Այո։ Եվ ինչի չհամեմատվենք նրանց հետ, որտեղ շատ ենք ուսումնասիրել նրանց փորձը, եւ նրանցը, եւ Ֆինլանդիայի փորձը, եւ Շվեյցարիայի փորձը, եւ ուրիշ շատ փորձառություններ մեր դիմակայունության ծրագիրը մշակելու ժամանակ։ Եվ դա պետական հստակ քաղաքականություն է։ Հիմա դու 5-6 հատ նորմալ ապաստարան չունես եւ խոսում ես այն մասին, այո, ինչ խոսք։ Բայց ես նույնիսկ չեմ կարող հիմա երազել, որ հիմա կնստենք ու մենք սկսենք բոլոր խոշոր շենքերի մոտ կամ ասենք մենք մտածում ենք, որ մետրոն ինչպես կարելի է օգտագործել եւ տարբեր տեսակի նման խոշոր հանքեր ունենք նաեւ Երևանի սահմաններում, որոնք կարող են ծառայել որպես ապաստարան։ Հիմա մենք այս թեման դրսի խոսակցություն դարձնել ես չեմ ուզում, որտեղ ինքը ոնց որ ասած նաեւ գաղտնի թեմա է։ Եվ ինձ թվում է այդ ուղղությամբ մտածում են ինչ որ բաներ կանեն։ Բայց շատ կարևոր է, ելի եմ ասում, այն ժամանակվանից սկսած մինչև հիմա, երբ որ քո աչքի առաջ ուրիշ երկրներում տեղի է ունենում եւ դու ունես քո սեփական փորձը, ուրեմն կրելու այդ վնասները, մարդիկ այդ բեկորներից բաներից լիքը մարդիկ են զոհվում, բնականաբար պիտի մտածես ժողովրդի, այսինքն քաղաքապաշտպանություն դա նշանակում է քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պատերազմի ժամանակ։ Իսկ դա ունի իր մեջ 3 կոմպոնենտ գլխավոր։ Ինքը կոչվում է տարհանում, պատասխանում եւ անհատական պաշտպանական միջոցներ, որը մեր մոտ ընդհանրապես գոյություն չունի։ Դա այդ հակագազերն են տարբեր թունավոր նյութերից եւ այլ այդ բնույթի բաներից։ Եվ մենք այս զարգացումը ունենալու համար պիտի պետականորեն դրա հիմքը նորից դրվի, քաղաքապաշտպանության նոր օրենքը մտավ ազգային ժողով եւ իմ տվյալներով դեռ դուրս էլ չի եկել։
մի 2 տարի առաջ գնացել ազգային ժողով, քաղաքապաշտպանության մասին օրենք պիտի ընդունվեր նոր, բայց չի ընդունվել։ Եվ քաղաքապաշտպանությունը զարգացնելուց կամ ասենք պատերազմ կառավարել կամ աղետներ կառավարել, աղետների հետևանքներ նվազեցնել եւ այլն, հնարավոր է մի դեպքում, երբ որ դու սա դիտարկում ես որպես քո գլխավոր թշնամի, քո գլխավոր հակառակորդ, ինչպես եղավ Չիլիում։ Չիլիում ինչքան էլ սարսափելի հնչի այդ բառը մեզ համար, Պինոչետը երբ որ եկավ իշխանության, նա երկրաշարժը հայտարարեց իր ազգի եւ պետության թշնամի։ Եվ այն մարդիկ, ով գծագրում էր, ով կառուցում էր, եւ այնտեղ անընդհատ ամենաուժեղ ու ուրեմն հաճախ տեղի ունեցող երկրաշարժերն են։ Ոչ միայն դատվում են, այլև արգելվում էր, որ նրա այլևս զբաղվի որևէ ինչ-որ բանի, նույն բնի նախագծմամբ կամ շինարարությամբ։ Եվ այսօր Չիլին, Ճապոնիային հավասար աշխարհի ամենասեյսմակայուն երկրներից մեկն է, որի կարևոր խնդիրներից մեկն է նաև բնակչության պատրաստվածությունն է։ Եվ ամենահզոր երկրաշարժերն են ունենում հիմա տեղի ունենում Չիլիում նվազագույն կորուստները, որ ուրիշ տեղերներ կվերանային։ Երկրի երեսից, ասենք մեզ մոտ։ Այսինքն ժամանակին ճիշտ են գնահատել իրենց ռիսկերը մարտահրավերները եւ ադապտացրել են ամեն ինչ դրան։ Այո, նույնը ասենք, եթե մենք վերցնում ենք Իսրայելը իր փորձով, հա, պատերազմական փորձով, այնտեղ աղետների տենց բան է, այնտեղ երկրաշարժեր չեն լինում, բայց նրանք կարողացան գլխավոր իրանց վտանգը գնահատել եւ դրանցից պաշտպանվելու այդ նույն, որ ասում եք Իսրայելում, հա, որ նայում ես այնտեղի այդ քաղաքապաշտպանական նախ ընդհանուր միջոցառումները եւ պատասխանման տեղերը ամեն մեկը մի բերտ ամրոց։ Ներեցեք, պարոն Գրիգորյան, ես հետևում եմ իսրայելական հեռուստատեսության, չեմ հասկանում իրենց լեզուն, բայց ռուսերենով իրենք ունեն նաեւ այդ լեզուն կրող բնակչության համար թողարկումներ, ես հետևում եմ եւ ամբողջ օրը ուղիղ եթերում գիշեր թե ցերեկ նստած են օրինակ, չգիտեմ, զինվորականներ, փրկարար ծառայության կամ այլ մասնագետներ եւ անընդհատ հաղորդակցվում են, անընդհատ դուք դիմեք ձեր թիմին այս հարցով սրան, այս հարցով սրան։ Դա իմ երազանքն է, երբ որ ասում են պետությունդ քո եւ այդ ռադիոյով, երբ որ ես ավելի շատ բաներ եմ նայում։ Եվ երբ որ տեսնում եք ռմբակոծություն եղավ ռադիոյի, այսպես ոնց որ կենթանի ելույթի ժամանակ խոսում են եւ սկսվում է ռմբակոծությունը, հնչում է իրանց մոտ տագնապի ազդանշանը, օդային տագնապ, հա, իջնում են ներքևում երկրորդ, այսպես կոչված պահուստային իրանց եթերային տեղը եւ այդտեղի շարունակում հաղորդում։ Եվ մարդիկ հարցեր են ուղարկում սոցցանցերով եւ այլն, ուղիղ եթերով պատասխանում են, այսինքն բնակչության իրազեկման ավելի լավ մեթոդներ կա աշխարհում, քան դա էր, ես ուղղակի չեմ պատկերացնում, բայց նաեւ չեմ պատկերացնում, որ դա տեղի կունենա մեր պարագայում ցավոք սրտի։ Այդ ցավոտ տեղերի շատ մի կտի ու որովհետև իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ այդ գործին, որ կարողանաս բնակչությանը նորմալ իրազեկես եւ օգտվելով առիթից, օրինակ այդ դեկտեմբերի 7-ի մեր Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրը, հա, մենք շատ նախապատրաստվեցի եւ օրենքի նախագիծ պատրաստվեցի, որ դեկտեմբերի 7-ը Հենց նույն Չիլի եւ ճապոնացիների փորձն էր ինձ համար, ոնց որ բացի այդ մեր քերծած ծնկները մեր սեփական փորձը, որ դեկտեմբերի 7-ը դառնար ինքը ոչ միայն աղետների հիշատակելու, ոչ միայն զոհերին հիշելու օր, զոհերի հիշատակի, այլև դիմակայունության օր։ Այդ օրը, որ դա 15 թվականից էր, որ դեկտեմբերի 7-ին ամբողջ երկիրը խաղար երկրաշարժ, որտեղ դեռ ուսուցման որևէ ավելի լավ միջոց մեթոդ չի հնարվել, քան ուսումնավարժությունը, խաղը, զորախաղը եւ այլ եւ այլ։ Հիշեք վերջին անգամ երբ ենք մենք զորախաղեր արել։ Հիշեք վերջին անգամ տենց համատարած երկրով մեկ երբ ենք ուսումնավարժություն արել։ Դեկտեմբերի 7-ը նախատեսվում էր, որ ամբողջ երկիրը կխաղա երկրաշարժ, կվերլուծեն ամբողջ տարվա ընթացքում ուսուցում, հետո հաջորդ դեկտեմբերի, այսինքն դիմակայունության ազգային ծրագիր, երբ որ մենք աղետների ռիսկերը, կլիմայի փոփոխության ռիսկերը տեղավորում ենք, նաև քաղաքապաշտպանական ռիսկերը, տեղավորում ենք, ուրեմն ընդհանուր մեր երկրի դիմակայունության
կայուն զարգացման նպատակների մեջ, կայուն զարգացման, որը արդեն դառնում է քո երկրի համար դիմակայունության ծրագիր։ Իսկ դիմակայունության ծրագիրը առանց մարդկանց իրազեկման, դուք պատկերացրեք, երկրի ղեկավարությունը կառավարում եւ ճգնաժամային կառավարում։ Ճգնաժամային կառավարում մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից քանիսն է անցել ուրեմն ճգնաժամային կառավարման հիմունքներ, պատերազմը, աղետներ են, դրանց կառավարումը ինչպես պետք է ուղղորդել կամ ասենք թե տեղի են ունենում աղետներ, որոնք ոչ մեկը սովորական բան, քամի, փոթորիկ եւ օրեր առաջ ապարանում ոչ մեկը դրա դեմը չէր կարող առնել ձեռքով պահել, հա, բայց շատ կարեւոր է նաեւ դրանից հետո պատասխանատվության կիսելը, այսինքն ժողովուրդը մնում է անպաշտպան, տեղական ինքնակառավարումը գումար չունի, ուրեմն մարզպետարանը գումար չունի, պետությունը ունի որոշակի պահած գումար, պահուստային գումար տարբեր դեպքերի համար։ Իսկ աղետներից ապահովագրության համակարգը մեր երկրում կայացած չի ու գյուղացին մենակ ամնում իր դարդի ցավի, իր փոկած տանիքի, իր լավա ողբերգական հետևանքներ չեղան, բայց սրանք խնդիրներ են, որոնք անընդհատ այս բարդացող իրավիճակում ասում են սրա ժամանակը չի, հիմա այս խնդիրը այս ահավոր իրավիճակում ինչ ապահովագրական համակարգ կամ ասենք կուսակրոնության հարցը չպարզած ինչ արտակարգ իրավիճակներ պաշտպանություն չեմ ուզի այդ կուսակրոնության հարցի մեջ մտնել, որտեվ ոչ թե ծիծաղել, այլ ողբերգականը շատ ահավոր է, որ այս պահին քննարկել ավելի կարևոր թեմա, կարևորագույն թեմա, հա, ինձ մեր տանն էլ ասում են հիմա ինչ դրա ժամանակն է, ես առաջարկ եմ պատրաստել դիմակայունության ծրագրի շրջանակներում օրենսդրական նախաձեռնություն, որ մեր էպոսի օրը դառնա պետական ազգային տոն, որովհետև դա մեր էությունն է, դա մեր ինքնությունն է, այսինքն դա մի բանավոր պատմություն է փոխանցված մեզ դարերի խորքերից, որտեղ կան եւ հնագույն ժամանակներից մեր թվարկությունից առաջ այդ թափառող սյուժեները, որոնք ամբողջ աշխարհի էպոսներում կան, եւ կոնկրետ պատմական մի փոքր հատվածի վրա հյուսված մի այսպես առասպելներով հարուստ, հեքիաթներով հարուստ, ինչքան գրական ինչքան ժառանգություն մենք ունենք, այս բոլորը կուտակված է այս մի էպոսի մեջ։ Եվ դրա մեջ եւ արժեքներն են, եւ մեր արմատներն է, եւ մեր ժողովուրդը աշխարհին ներկայանում է որպես այլասեր, որպես ուրիշներին սիրող եւ հարգող, ոչ մեկի հողը չգրավող եւ ամենակարևորը հավատավոր ժողովուրդ, հա, երբ որ ուրեմն ծովինարը ինքնազոհաբերվելով հարսա գնում այսպես, նա իր հետ տանում է վանականին եւ իր ուսուցչին եւ իր երեխաներին առաջին հերթին իր լեզուն եւ հավատն է ներարկում եւ եկեղեցի է կառուցում եւ դրանից հետո երբ որ Սանասարն ու Բաղդասարը գալիս են եւ կատնաղբյուրի մոտ կառուցում են, առաջինը հավատի տունն են սարքում, հետո աղքատների տները, հետո նոր իրանց ամրոցը։ Եվ եթե հիշում եք այնտեղ խաչ պատերազմին, հենց խունանում է այդ խաչ պատերազմին, հերոսները թուլանում են։ Մեր հերոսները, որոնք իրենց մարդկային նկարագրով, վեհությամբ, իրենց նաև անձնվիրությամբ, դուք որ էպոսում կտեսնեք, ով քնած է Արտուն կացեք, ով Արթուն է ելեք, որ զգուշացնի իր թշնամուն, որ խուսափի ավելորդ զոհերից, որ բարձր գտնվի եւ ներողամիտ եւ իր զարկը բաշխի անընդհատ, բայց նաեւ արդարամիտ, որ էպոսում դու կլսես քո ժողովրդի ձայնը, Ձենովոհանի ես կոչում եմ մեր ազգային ազդարման համակարգ։ Ազդարման համակարգ, որը հիշեցնում է Դավթին, ով ես դու, քո ինքնությունը, քո հավատը, քո թուրքեցակին, երբ որ հիշում է ինքը իր ինքնությունը, երբ որ վերականգնվում է իր մեջ այդ իր ինքնությունը, ինչ 40 քար, ինչ ջաղացի քար, ինչ փոս, ինչ հոր, ինչ թշնամի, հա, այդ ամեն ինչը կհաղթահարի եւ ու էլի նրա դեմ դուրս կգան, ինչ թշնամի էլ գա, դուրս կգան Սասունցի Դավիթն ու Նախագիծը դուք փորձել եք պաշտոնական մարմիններով։ Հիմա ես այս նախագիծը նախնապես հանրայնացնում եմ,
Հա, ես սկզբում դրեցին Facebook-յան էջում, տարածել եմ տարբեր կազմակերպություններին, բավական մեծ քանակությամբ արձագանքներ եմ ստացել, դուք պատկերացրեք, ասենք էպոսագետները, բոլոր, հա, նրանք այն մարդիկ, ովքեր ազգային արմատներ ունեն, բոլորն էլ ներշնչված են եւ կարևոր մի բան կուզենամ ավելացնել։ Ֆինլանդիան 19-րդ դարում, երբ որ լուրջ խնդիր ուներ պայքարի, երբ որ ոտի էր կանգնում իր ինքնության, իր լեզվի, ուրեմն Կալեվալա էպոսը դարձրեց պետական տոն իր ազգային ինքնությունը գտնելու։ Հիմա մեր այս տոները ոնց որ ինչ ասեմ, ոնց որ մոռացվում, խամրվում են եւ այս խամրող տոների ֆոնին մենք մեր ազգային այն տոնը պիտի ունենանք, որ ինձ ու քեզ միացնի, ով էլ ուզենա խառնի, ով էլ ուզենա մեր միջև ինչ որ բաներ, ինչ պատերազմել, որ լինի տեղեկատվական եւ այլն, երբ որ դու գիտես քո ինքնությունը, երբ որ դու խաբար ես, թե դու ով ես, եւ դու ինչի ես ի վիճակի, երբ որ դու քո արմատների վրա ես նստած, ինչ քամի էլ քեզ ես կողմանի, դու երբեք արմատներից չես փոկվի եւ պտուղ կտաս ու քո հողի վրա։ Սա շատ կարեւոր, ինքը շատ խորքանի, ես հիմա ժամանակը հասկանում եմ, որ արդեն մոտեցնում եք վերջաբանին, բայց մանրամասը ոչ միայն իմ էջում ա գրած, այլ նաև մամուլում առավոտն ա տարածել, հիմա ինձ թվում է մյուս բոլոր լրատվամիջոցներն էլ կտարածեն եւ մեր բնակչությունն էլ եւ կառավարման մարմիններն էլ իրան կտեսնեն, կգնահատեն, հարցը որ կարողան չի, բա դրա ժամանակն է։ Չէ, դրա ժամանակն է, որովհետեւ նայեցեք պարոն Գրիգորյան, հիմա նույն Իրան-Իսրայել այս պատերազմի հետևանքով մենք չգիտենք օրինակ փախստականները ինչ հոսք է լինելու Հայաստանի Հանրապետություն նույն Իրանից։ Մենք իհարկե այդպիսի դառը փորձ ունեցանք Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցներին, լավ թե վատ այդ խնդիրը ինչ որ չափով լուծվեց, իհարկե ոչ հիմնային, բայց առաջնային ընդունման տեղավորման խնդիրն է, բայց որ Իրանից ասենք 1 միլիոն մարդ ենթադրենք փախչի գա Հայաստանի Հանրապետություն, ինչ է լինելու։ Հիմա կարող են ասել, չէ, այդպիսի բան չի լինի, լիքը երկրներ կան, որ այնտեղ կարող են գնալ, բայց ինչու ենք մենք բացասական սցենարները, այսպես ասենք, անտեսում։ Այդ որ ասում եք ժամանակն է, թե ժամանակը չի, նաև հենց այսօր է ժամանակը։ Հիմա տեսեք այդ բոլոր տեսակի ռիսկերը, պատերազմի դաշտ դառնալը, տարբեր փախստականների հոսքը, մեծ անկառավարելի հոսքը դեպի մեր երկիր։ Փախստականներ ոնց լեզուն դու չես ընկալում, տարբեր տեսակի ռիսկեր եւ համատարած անտարբերություն։ Այսինքն ռիսկերը ռիա շոշափել է, ասես մատերով կարողանում ես այդ ռիսկը շոշափել, բայց մեր մոտ չի երևում։ Ու այդ որ դուք ասում եք, որ գիշեր ցերեկ նստած ուղիղ ժողովրդի հետ խոսում են, խորհուրդներ են տալիս, դա մենակ խորհուրդ չի, դա հույս է, դա լույս է, դա քաղաքացին տեսնում է, որ իր պետությունը իրան բոնի տեղ է դնում, որ ինքը պետությունը իրան տիրություն է անում, պետությունը մենակ նրա համար չի, որ անունը դնես պետություն, ինքնություն ասելով մենք հասկանում ենք այն պետությունը, որը իր ազգին տիրություն է անում, նրա զարգացմանը հնարավորություն է տալիս, վտանգից պաշտպանում է։ Մեր նախորդ ռազմավարության մեջ գրած էր, որ մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկն էլ այս քաղաքականության, նաև մեր ինքնության պահպանումն է ամբողջ աշխարհում, այսինքն մեր հայության պահպանումը եւ ԱՄՆ-ում, եւ արևելյան երկրներում, եւ Ավստրալիայում եւ իրանց դառնել է մեր դարդը, այսինքն դու պիտի դառնաս այն պետությունը, որը եւ իր այս հողի վրա հայության խնդիրներն է հոգում եւ նաեւ մյուսը որ այդ միասնությունը լինի, որ մենք այդ ամբողջականության զգացողությունը ունենանք։ Գուցե ասում եմ, այս դարդի ցավի, այս ծանր պայմաններում դրա պահը չի, բայց այսօր մենք այդ գաղափարներով պիտի համակվենք եւ այդ գաղափարը դա ոչ թե սնապարտություն պետք է լինի, իմ թուրը քո թրից մեծ է կամ իմ Քուրկիկ Ջալալին քո ձիուց ուժեղ է եւ այլն, ոչ, այդ արմատները, այդ արժեքները, այդ կանանց կերպարները մեր էպոսում այնքան հզոր են, այնքան որ այդ կանանց կերպարները պիտի այդ բոլորը մեզ համար լինեն ուսուցողական դասընթացներ, նաեւ մեր թուլությունները, նաեւ մեր այդ որ մեզ կարող են խաբել, այդ հավատալը հեշտ, որ այսինքն դա մեր հայլին է։ Թումանյանն ասում էր, ոչ մի բանի մեջ ժողովուրդները այնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչքան իրանց էպոսի մեջ։ Իսկ սա մեր հայլին է։ Դու պիտի տեսնես քեզ, դու պիտի զգաս, հասկանաս, որ կարողանաս գնահատել, թե ինչի այսօր մեր մոտ Սասունցի Դավիթները առաջին պլան չեն գալիս, այլ
Խեշ Թումանյանը, որ երեխեքի համար մշակում էր Սասունցի Դավիթ գլուխը, կարդում եմ էլի, ասում լավ է ցրան վերգոյի կերպարը ես ոնց ներկա շատ ամտածում ոնց դրի բան ու հանում է բայց մենք ոչ մի տեղից չպիտի հանենք մենք պիտի հասկանանք որ մենք մենակ ոչ թե մեծ մհերուս Ասունցի Դավիթ ոչ թե Քերի Թորոս ու Ձենովոհան ունենք այլ նաև ունենք ցրան վերգոներ եւ այս բոլորը մենք մեզ հասկանալով ու ճանաչելով պիտի կարողանանք ավելի պինդ լինել ավելի ամուր լինել որպեսզի յուրաքանչյուր թշնամի իմանա, որ իր դեմ դուրս գալուս Ասունցի Դավիթը, Քուրքիկ Ջալալին եւ Թուրք Էձակին։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Նիկոլայ Գրիգորյանին։